Ողջույն բոլորին, ողջույն նրանց, ովքեր սիրում են ծով, ավազ, արև, պայմաններ, հարմարավետ հարմարություններ, համեղ խոհանոց, մի խոսքով բարձրորակ ու բարձրակարգ հանգիստ։ Ես Էդգարն եմ, մենք գտնվում ենք Շարմ էլ Շեյխում, ավելի կոնկրետ Rixos Radamis հյուրանոցում։ Ահա այն, կենտրոնական մուտքն է։ Միասին կծանոթանանք, կբացահայտենք տվյալ հյուրանոցի կարևորություններին, առավելություններին ու կհասկանանք, թե ինչ է ինքը իրենից ներկայացնում։ Գնացինք։ Ահա մենք Blue Planet-ի ներսում ենք եւ մեզանից աջ նույնպես գտնվում է ընդունարանը, reception-ը, որտեղ ընդունում են, դիմավորում են եւ ճանապարհում են դեպի համարներ արդեն։ Ամեն մի հյուրանոց իր ընդունարանով արդեն առանձնանում է իր գեղեցկությամբ։ Իսկ ահա այս մուտքից արդեն դուրս են գալիս դեպի լող ավազան, ահռելի մեծ ու ահռելի գեղեցիկ լող ավազան։ Դե իսկ սա արդեն Blue Planet-ի լող ավազանն է, անչափ գեղեցիկ եւ հարմարավետ։ Այստեղ նույնպես անցկացվում են անիմացիոն շոուներ երեխաների եւ մեծերի համար։ Եվ ասեմ, որ լող ավազանները ձմռան ամիսներին տաքացվում են։ Այժմ կանցնենք ներս եւ ես ձեզ ցույց կտամ family room-ը, ընտանեկան համարը, ցույց կտամ նրա կարևորությունները, առավելությունները եւ թե ինչպիսի գեղեցիկ տեսարան է բացվում այդ համարից։ Գնացինք։ Մենք ներսում ենք եւ մուտքից դեպի ձախ լոգարանն է։ Իր ամենահետաքրքիր եւ հարմարավետ կահավորմամբ, տրոպիկական ցնցուղով, բնամքի պարագաներով։ Բանիքի դիմաց գտնվում է զգեստապահարանը, մինի բարը, մեծ հայելին։ Առաջին հատվածում երկու առանձին մեծ մահճակալներն են, նախատեսված երեխաների համար կամ այլ անձանց համար։ Հեռուստացույցը։ Հաջորդ սենյակը իր king size մահճակալով, բնականաբար հեռուստացույցով, եւ այստեղ ունենք այսպիսի հիանալի լուծում, այսինքն ցանկության դեպքում այս հատվածը կարող եք փակել եւ լիարժեք առանձնանալ։ Եվ այս համարի եւս մեկ առանձնահատկությունը դա այս պատշգամբն է, որից բացվում է հիանալի տեսարան դեպի լող ավազանը եւ Rixos Radamis-ի Blue Planet հատվածը ամբողջությամբ ձեր աչքի առջեւ է։ Դե իսկ այժմ հարգելիներս ես ձեզ ցույց կտամ այն համարը, որը կոչվում է Suite։ Անցնենք ներս։ Նախասրահը մեծ ու ընդարձակ։ Նախասրահից դեպի ձախ բացվում է լոգարանը։ Մուտք են գործում հյուրասենյակ, մեծ բազմոցով, գեղեցիկ կահավորմամբ։ Հյուրասենյակում կա փոքր սառնարան, լի զովացուցիչ ըմպելիքներով եւ մուտք դեպի ննջարան։ King size մահճակալով, մեծ ու ընդարձակ բազմոցով, TV-ով բնականաբար։ Ննջարանից նույնպես ելք կա դեպի պատշգամբ,
Այստեղ է գտնում նաև զգեստապահարանը կամ քլոզեթը, քանի որ շատ մեծ չափերի է, մինի բառը իր սառնարանով և զովացուցիչ ըմպելիքներով, մեծ հայելին և դե իհարկե երկրորդ լոգարանը իր բոլոր հարմարություններով։ Հարգելիներս տեղեկացնեմ ձեզ, որ Վերանդան Blue Planet-ի այն ռեստորանն է, որտեղ մատուցվում է նախաճաշը, ճաշը, ընթրիքը և նույնիսկ ուշ ընթրիքը։ Մտնենք գնանք համովություններ ուտելու։ Այստեղ կարելի է ասել կա աշխարհի բոլոր համերը։ Տաք ուտեստների, ծովամթերքի, դելիկատեսների տեսականի։ Ուտեստների և կերակուրների տեսականին այնքան շատ է, որ հնարավոր չէ նույնիսկ ամեն ինչից փորձել, այդ իսկ պատճառով ով ինչ համ սիրում է, այն էլ կարող է ուտել։ Օրինակ հավի մսով տաք ուտեստներ, կարտոֆիլ մակար, սա ինչ է, ձկան ֆիլե, ծովամթերքն է այստեղ շատ մեծ ու շատ լայն տեսականի կա ծովամթերքի, նույնիսկ սովորական խաշած հավի միս գառոխով։ Կարելի է ասել կերակուրների շքերթ։ Ամեն հանգստացողի, ամեն հանգիստ վայելողի պահանջ այստեղ բավարարված է։ Եվ ինչն է կարևոր, որ ամեն ինչ գրված է այստեղ, որը ինչ է։ Այժմ հարգելիներս Ռիքսս Ռադամիսում նախաճաշի ժամը և մինչ ես կբերեի իմ նախաճաշը, ինձ համար այստեղ լցրել են մեկ բաժակ ջուր, ահա այսպիսի սպասարկում է գործում Ռիքսս Ռադամիսում։ Ահա իմ նախաճաշը, համեղ ու գեղեցիկ և ինչպես կասեր մեծն դասականը, թեթև նախաճաշերի շարքից։ Իսկ երեկոյան ժամերին հյուրանոցի տարբեր հատվածներում կարող եք լսել այսպիսի հիանալի կենդանի կատարումներ։ Ձեզ ասեմ նաև, որ ահա այսպիսի անակնկալ, հետաքրքիր հյուրասիրություններ է անում Ռիքսս Ռադամիս հյուրանոցը։ Երեկոյան ժամերին անցկացվում են անիմացիոն շոու ծրագրեր, արտասահմանից հրավիրված պրոֆեսիոնալ արտիստների և դիջեյների մասնակցությամբ։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ այս ամենը գործում է երկու հյուրանոցների համար։
թե Տիրանայի եւ թե Blue Planet-ի համար։ Այսինքն վայելում են այս ամենը երկու հյուրանոցներում հանգստացողները։ Ահա, այս վայրից արդեն մարդկանց տեղափոխվել դեպի Լողափ հաշված վայրկյանների կամ ամենաշատը 1-2 րոպեվա ընթացքում հասնում եք Լողափ։ Այժմ մենք գտնվում ենք Ռիքսս Ռադամիս հյուրանոցի Լողափում, ավելի կոնկրետ դեպի ծով տանող Լողափի կամրջակներից մեկի վրա, իսկ այս կամրջակներից այստեղ կա 4 հատ։ Անցնենք առաջ եւ ես ձեզ ցույց կտամ Լողափը մոտ 1 կիլոմետր երկարությամբ եւ թե ինչ հետաքրքրություններ կան Լողափում։ Գնացինք։ Ասեմ ձեզ, որ Լողափը բավականին մեծ է, մոտ 1 կիլոմետր երկարություն ունի այն։ Ունի սպիտակ ավազ, բնականաբար ժայռային հատվածներ, որտեղից կարելի է գեղեցիկ լուսանկարներ անել, ինչու՞ չէ նաև պարկել եւ արևայրուք ընդունել։ Այստեղ կան նաև կաբանաներ, առանձին ջակուզիով եւ առանձին հավելավճարով արդեն կարող եք ամրագրել ցանկացած այս հատված։ Ահա այս պանտոնների միջոցով մուտք են գործում դեպի ծով եւ ջրասուզակի հարմարանքներով կարող ենք լողալ, սուզվել եւ դիտել Կարմիր ծովի ողջ գեղեցկությունը։ Ասեմ, որ Լողափում նույնպես կան ռեստորաններ, Մանգալ ռեստորանը, Ասիական ռեստորանը ու բազում այլ ռեստորաններ, խոհանոցի տեսականին Ռադամիսում շատ է եւ տարբեր երկրների խոհանոց այստեղ կարող ես գտնել։ Օրինակ Մանգալ ռեստորանը հայտնի է նրանով, որ դուք ձեր նախընտրած խորովածը պատրաստում եք ձեր իսկ սեղանի շուրջ, ձեր իսկ ձեռքերով, իսկ ասիական խոհանոցը այստեղի հայտնի է նրանով, որ խոհարարը ինքն է պատրաստում, հենց ձեր սեղանի մոտ ինքն է պատրաստում ձեր նախընտրած ուտեստը։ Այսինքն խոհանոցի առումով էլ այստեղ ամեն բան ընտրված է, որպեսզի բավարարի ցանկացած պահանջ, ցանկացած հանգստացողի, ցանկացած հյուրի, ցանկացած պահանջ։ Լողափում նույնպես կա Rixi Kids մանկական ակումբը։ Լողափում կարող եք գտնել նաև Movenpick շվեյցարական պաղպաղակը Nestle ֆիրմայի, ասեմ, որ այն անչափ համեղ է։ Անչափ համեղ պաղպաղակ է, շատ համեղ է։
Լողափում նույնպես կա մեծ բեմ, որտեղ անցկացվում են տարբեր շոու ծրագրեր։ Այստեղ նաև մայիսի 3-ին կայանալու է Էնրիկե Իգլեսիասի համերգը։